Շնորհակալություն։ Ես ձեր թույլտվությամբ մեկ հարց եւ մեկ դիմում կարելի ասել կոչ էլի։ Հարցս վերաբերում է գովազդային վարչությանը 23 թվականին, եթե չեմ սխալվում, սկսվեց շատ լուրջ եւ կարեւոր process, մեծ գովազդային վահանակները Երևան քաղաքից սկսեցին ապամոնտաժվել։ Իհարկե դեռ վերջնականացված չի դա, բայց ամեն դեպքում նաև այն ժամանակ եղավ հանդիպում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր զբաղվում էին այդ գործունեությամբ, այսինքն գովազդներին տեղադրում։ Հարցս հետևյալն է, այսինքն այն ժամանակ, եթե չեմ սխալվում, պայմանավորվածություններ եղել, որ հանվում է բոլոր մեծերը, հետո քննարկում է լինում եւ բոլորին տրամադրվում է CT ֆորմատ փոքր եւ այլն, այսինքն ձևը փոխվում է, բոլորը մնում են կարողանում են շարունակել իրենց աշխատանքը։ Հիմա հարցս հետևյալն է, այս մոտավոր 400-500 գովազդային վահանակ ապամոնտաժվեց եւ նախորդում բոլոր ապամոնտաժվածներից որևիցե մի սեփականատեր 24-25 թվականում չի տեղադրել որևիցե նոր վահանակ, ինձ հետաքրիր այդ մարդիկ ուղղակի որոշել են թարգեն այդ բիզնեսով զբաղվել է, թե ինչ որ այլ խնդիր կա, որ չեն կարողանում մասնակցել։ Նաև որպես առաջարկ, քանի որ հիմա տեսանելի է դառնում, որ քաղաքում տեղադրվում են նոր տեսակի գովազդներ, կուզեի հարցնեի, արդյոք հնարավոր է կազմակերպել եւս մեկ հանդիպում, ինչպես դա եղավ, եթե չեմ սխալվում, 23 թվին։ Եվ միգուցե ինֆորմացիայի պակաս կա, միգուցե, չգիտեմ, հազար բան կարա լինի, եւ մի հատ բառացի մարդկանց հետ ուղակի շփվել, հասկանալ, որ բոլորի համար խաղի կանոնները լինի նույնը։ Իմ համար առաջնայինը դա է, որ ինչ բարեփոխումներ անենք, երևի թե խաղի կանոնները բիզնեսի համար պետքա լինեն հավասար։ Սա գովազդի մասով եւ երկրորդ մասով պարոն Ավինյան ներողություն եմ խնդրում, բայց ավելի շուտ ուզում եմ դիմեմ ոստիկանապետին։ Վերջերս առիթ ունեցա ազգային ժողովում խնդրանքով, կոչով դիմեցի, որ թեքահարտակների հետ կապված օրինախախտ վարորդների հանդեպ կատարվեն միջոցառումներ, բայց տեսանելի դեռ բան չի փոխվում, որտեղ Երևան քաղաքը ուղիղ քաղաքապետի հանձնարարությամբ շատ մեծ քանակի թեքահարտակներ սկսել կառուցել, հատկապես վերջին շրջանում, եւ քաղաքացիների անվտանգությունից ելնելով։ Ու ցավոք սրտի շատ տեղեր այդ թեքահարտակները չեն կարողանում մարդիկ օգտագործել, որովհետեւ մեքենաները գալիս կանգնում եւ փակում են։ Մեր թաղապետերը թեթև պայքարում են այդ process-ների դեմ, տանում տեղադրում են ոնց է բառը արկելակներ են տեղադրում, բայց եթե մենք այդ ձևաչափով շարունակենք, քաղաքը բարիկադների կսկսի վերածվել, թե ամենտեղ մենք տենց արկելքներ դնենք։ Ես կարծում եմ ոստիկանության ուշադրությունը եւս մեկ անգամ ուզում եմ հրավիրեմ այդ process-ին, որ մարդիկ ստիպված չլինեն մանկասայլակով դուրս գալ փողոց, շրջանցել այդ հատվածը, որ դա շատ վտանգավոր է, այդ process-ը շարունակվելու է եւ կարծում եմ մաքսիմալ ուշադրություն պետքա դարձնել այդ հարցին, որտեղ ուղիղ կապ ունի քաղաքացիների անվտանգության հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, ես կարճ անդրադարձ ունենամ երկու հարցի վերաբերյալ։ Նախ եւ առաջ ենթադրում եմ առաջինը ձեր խոսքը պետք է ուղղեք երևանցիներին, ովքեր որ իրենց ավտոմեքենաները տանում եւ կայանում են հենց այն հատվածներում, որտեղով որ պետք է անցնեն մարդիկ մանկասայլակներով, անվասայլակներով եւ սիրելի երևանցիներ, ովքեր կայանում են իրենց մեքենաները այդ անցումների մոտ։ Հիշեք, որ այն մայրերը, ովքեր որ այդ մանկասայլակներով
պետք է անցնեին այդ հատվածում եւ չեն կարողանում անցնել, կամ այն մարդիկ անվասայլակով, որ պոտենցիալ պետք է անցնեին այդ հատվածով եւ ձեր մեքենայի պատճառով չեն կարողանում անցնել, շատ վատ մտքեր են ունենում ձեր մասին։ Շատ վատ են հիշատակում իրենց մտքերում ձեզ։ Երկրորդը, պարոն Սարգսյան, ես այստեղ բարեկային ծառայությանը որոշ չափով նաև պետք է պաշտպանեմ, որովհետև գիտեմ իրենց ռեսուրսների սղությունը, գիտեմ ինչ ռեսուրսով են այդ ամբողջ ծավալը փորձում իրականացնել, եւ որպեսզի այդ խնդիրը լուծվի, մենք նաև առաջարկել ենք օրենսդրական փոփոխություններ, որպեսզի կարողանանք հենց կոնկրետ քարշակի ծառայությունը արտապատվիրակել այլ ընկերությունների, որոնք որ ուղղակիորեն կոնկրետ դեպքով կգան այդ արձանագրումը կանեն, ավտոն կհավաքեն, կտանեն, այսինքն մեծ ծավալով կարողանանք անել։ Մեկ գովազդներին, պարոն Սարգսյան, գիտեք, պայմանավորվածությունը եղել է հետևյալի մասին, որ հարգելի գործընկերներ, բոլոր այն ընկերությունները, ովքեր որ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ, ընդունելով նոր խաղի կանոնները, կհեռացնեն իրենց մեծ վահանակները քաղաքից, մեզ օգնելով, աջակցելով այս գործընթացում։ Որոշ չափով, այսպես ասած, առաջնային կարգով կստանան հնարավորություն Երևան քաղաքում ունենալու որոշակի այլ գովազդային վահանակներ, որոնք որ միգուցե նաև տենց շատ մեր քիմքին այս պայդրությամբ հաճելի չեն, բայց որպես կոմպրոմիս մենք առաջարկել ենք նմանատիպ տարբերակ։ Կային ընկերություններ, որոնք որ համաձայնել են այդ մոտեցմանը, կային ընկերություններ, որոնք որ չեն համաձայնել այդ մոտեցմանը, օրինակի համար տենց անդադար պայքարել են մեր դեմ, բողոքել են, հաղորդում են հայտնել հանցագործության մասին եւ այդպես շարունակ։ Եվ ես կարծում եմ, պարոն Սարգսյան, շատ արդար է, շատ արդար է, որ այն ընկերությունները, ովքեր որ համաձայնել են, իրենց կամքով փուլ սկսել են հեռացնել իրենց վահանակները, որոշակի ոչ մեծ ծավալի, բայց այնուամենայնիվ գովազդային տարածք ստանում են, իսկ այն ընկերությունները, որոնք որ ամեն ինչ արել են, որպեսզի իրենց հին վահանակներից կարճեն, գովազդային տարածք չեն ստանում։ Իմ կարծիքով տենց անարդար ոչ մի բան չկա այդտեղ։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, ուղղակի մի դետալ եմ ուզում ավելացնեմ, որտեղ այդ հանցագործության մասին հաղորդման հետ կապված որ հիշատակեցիք, որ տպավորություն չլինի, էլի, որ մենք ինչ որ հանցագործություն էինք կատարել ու նեղացել ենք, որ դրա մասին իրավապահներին հայտնել են, դեպքը, որը դուք հիշատակում եք, որը ես ձեզ զեկուցել եմ, վերաբերել է նրան, որ մեր հանցագործությունը ճակերտավոր կայանում էր նրանում, որ մենք համարձակվել ենք համայնքային տարածքում ինքնակամ տեղադրված գովազդը ապամոնտաժենք։ Այդ է եղել մեր հանցագործությունը, էլի, որ ուղղակի իմանան մարդիկ ինչի մասին է խոսքը։ Դե արդեն մնացյալը պարոն Գրիգորյանի հետ աշխատանքային ֆորմատով, եթե ունեք արձագանք, խնդրեմ։ Պարոն Գարոյանը շորքից գնաց, նա փոխափոխությունը ինտերեսուալ։ Բայց մենք մենք էլ գնանք։ Ունեք Մնացածը պարոն քաղաքապետ արդեն աշխատանքային կարգով պարոն Գրիգորյան եթե դեմ չի, մոտենամ քննարկենք։